Մենք վերադարձանք սիրելի ընկերներ եւ թողարկման առաջին հատվածում մենք նշել ենք, որ այսօր արվեստով լի առավոտ է լինելու եւ հիմա ես կներկայացնեմ, թե ինչի մասին ենք քիչ հետո զրուցելու։ Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիան փետրվարի 26-ին ներկայացնում է լեգենդար Խաչատրյան տրիոյի համերգը։ Համերգը կկայանա Ֆիլհարմոնիայի Բաբաջանյան համերգասրահում եւ այս թեմայով մենք այստեղ հյուրընկալել ենք շատ գեղեցիկ եւ տաղանդաշատ մարկանց, որը կներկայացնի իմ գործընկեր Մանեն։ Որոնց հետ խոսելու ենք թե համերգից, թե այլ մանրամասներ, մեր տաղավարում են դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը, բարի լույս։ Բարի լույս։ Եվ ջութակահար Կարեն Շագալձյանը, ողջույն։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք առավոտը մեզ հետ սկսելու համար, այո, այսօր կարծես երաժշտական են մեր զրույցները հյուրերի հետ կապված եւ համերգառատ, ու գնալով դասական երաժշտության համերգները ել ավելի մեծ դահլիճներ են զբաղեցնում, շատ թվով հանդիսատեսի են գրավում, որտեղ է գաղտնիքը ըստ ձեզ։ Որովհետև սա այն բնագավառն է, այն ճյուղն է երաժշտական, որը արդեն դարերի անցել է դարերի բոլոր փորձանքները, ստուգումները, փորձությունները եւ հասել է արդեն ավելի հղկված եւ այն ամենը, ինչը որ պետք է հասներ մինչեւ այսօր, մեզ ոգևորում եւ ուրախացնում է այսօր։ Շատ լավ։ Խոսենք մի քիչ համերգից։ Սիրով։ Ինչ համերգ է, ինչ է սպասվում մեզ, ինչպիսի ստեղծագործություններ են ընդգրկված։ Բացեք մի փոքր փակագծերը։ Իհարկե, սիրով։ Եվ ինչու։ Եվ ինչու։ Երեկոյի ընթացքում հնչելու են երկու հանճարեղ գլուխգործոցներ, որոնք ստեղծված են հենց այս կազմի համար, դա Բրամսի տրիոն է եւ Չայկովսկու տրիոն, որը կոչվում է մեծ արտիստի հիշատակին։ Ինչու՞, որովհետև մենք վերջապես երեքով Երևանում հավաքվել ենք, մեր թավջութակարը ցավոք սրտի ոչ շատ հաճախ է վերջին տարիներին լինում Երևանում, եւ մենք որոշեցինք անպայման այդ փաստը նշել եւ ոչ մեկ համերգով, սա արդեն երրորդ համերգն է լինելու, ինքը մեկ շաբաթ է որ Հայաստանում է, բայց արդեն երրորդ համերգն է, որ մենք միասին հնչեցնելու ենք եւ շատ ուրախ ենք, որ Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, որը շատ սիրում ենք, եւ հաճույքով ենք միշտ այնտեղ ելույթ ունենում, մեզ այդ հնարավորությունը տվել է։ Նախորդ երկու համերգները նույն ծրագրով են եղել, թե ոչ, որովհետև գիտենք համերգներին պատրաստվելու որքան ժամանակ է անհրաժեշտ, փորձեր, առհասարակ բավականին բարդ աշխատանք է, որ համերգի 1-2 ժամը չէ միայն, ինչպես եք հասցնում այդ амենը, եթե շատ քիչ ժամանակ եք ունենում 3-ով մեկտեղ լինելու։ Я так не смогу нормально сказать, как ты, хорошо. Я помогу тебе. Подготовка к концерту, она начинается с рождения артиста. Ընդհանրապես նախապատրաստումը համերգին դա արտիստի երևի թե ծննդյան օրվանից է սկսվում։ И когда программа решается, когда мы решаем, какую программу играть, с этого момента в голове начинается работа. Այո, այդ աշխատանքը արդեն սկսվում է այն պահից, երբ որոշվում է թե ինչ ծրագիր պետք է հնչի տվյալ համերգային ծրագրում։ То есть работа непосредственно руками на инструменте занимает гораздо меньшее время. Անմիջական այն աշխատանքը, որը կապված է հենց գործիքի հետ եւ այն աշխատանքի հետ, որը տարվում է այդ ստեղծագործության հետ համատեղ, եթե այդպես կարելի է ասել, այդքան շատ ժամանակ չի զբաղեցնում, ինչքան мտովի եւ ընդհանրապես նաեւ հոգեվոր պատրաստում։ То я хочу сказать про Брамса и Чайковского, если можно. Да, конечно. Они, на мой взгляд, очень разные композиторы, но очень похожие. Как два брата. Կարեն այս հետաքրքիր կարծիք հայտնեց, որ իր կարծիքով Բրամսը եւ Չայկովսկին միաժամանակ եւ շատ տարբեր են եւ նաեւ շատ նման են։ Брамс это старший брат, очень добрый, мудрый, хорошо расположенный к людям, пытающийся сделать им хорошо. Մարդկանց հանդեպ շատ ավելի բարեհամբույր, философ, думающий обо всем мире. Ով մտածում է ընդհանրապես ողջ աշխարհի մասին։ А Чайковский его младший брат. Չայկովսկին կրտսեր եղբայրն է։ Как и было в жизни, он был младше, на самом деле. Они были знакомы. Բայց գիտեք ինչն է հետաքրքիր, որ ինք ծնվել են նույն օրը։ բայց տարբեր տարիների, բայց նույն օրը, երկուսի տարեդարձը մայիսի 7-ն է, այո։ И Чайковский младший брат, который очень любит старшего.
Չայկովսկին իհարկե շատ սիրում է եւ հիանում է իր ավակ եղբոր Но в то же время очень завидует. Եվ միաժամանակ նախանձում է И даже где-то ненавидит. Очень сложные отношения. И при этом он очень талантливый, невероятно гениальный. Ну, դրա մասին իհարկե միշտ կարելի է ասել, որ մեծանուն հանճար է։ Очень любит человечество тоже. Կրկին մեծ սիրով է լցված դեպի ամբողջ մարդկությունը։ Но в отличие от Брамса, который очень душевно относится ко всем. Բայց եթե Բրամսը շատ այսպես ջերմ է վերաբերում բոլորին, ապա Չայկովսկին Чайковский страшно переживает, да, из-за всего, куча комплексов и так далее. И вот в их музыке это очень слышно. Եվ երաժշտությունը այդ ամենը իհարկե Когда вы придете на концерт, в первом отделении будет Брамс. Հուսով ենք, որ մենք կհանդիպենք նաև համերգի ժամանակ եւ առաջի բաժնում կհնչի Բրամսը։ Вы почувствуете вот эту волну любви к людям от Брамса. Այդ ալիքը սիրո, որը տարածվում է Բրամսի երաժշտության միջոցով, կարելի է միանգամից զգալ եւ նկատել։ А у Чайковского огромная волна любви к себе и переживания по поводу непонятных отношений с человечеством. Ես հիմա Կարենի մտքերը մարտահայտում եմ, այսպես չի որ հասկանանք համակարծիք եք թե ոչ։ Ոչ բոլորի հետ։ Կարենի կարծիքով Չայկովսկին հակառակը այդ սերը ավելի շատ դեպի իրեն է նկատվում իր երաժշտության մեջ եւ իր մեծ քանակով բարդույթները, որոնք որպես անձնավորություն նա տարել է ողջ կյանքի ընթացքում։ Я все сказал. Կա ֆավորիտ ստեղծագործություն, որը ամեն անգամ կատարելիս ձեզ մոտ առաջանում է այլ զգացողություն։ Ես այսպես կպատասխանեմ, ընդհանրապես այդ հարցին միշտ այդպես եմ պատասխանում, երբ որ հարցնում են որ ստեղծագործությունը կամ որ հեղինակն է ամենասիրելին, իմ կարծիքով այն հեղինակը եւ այն ստեղծագործությունը, որը այդ պահին դու պետք է հնչեցնես, պետք է դառնա ամենասիրելին։ Այլ կերպ дու չես կարողանա խորանալ եւ ամբողջությամբ այն ներկայացնել եւ բացել եւ փոխանցել հանդիսատեսին։ Но, конечно, это не относится к произведениям Арама или Чахачатряна. Это постоянно, любовь. Դա մշտական սեր է իհարկե։ Այդ հարցը չի վերաբերվում Արամ Խաչատրյանին եւ նրա ստեղծագործություններին, կարծում եմ չկա այնպիսի մի հայ եւ ոչ միայն հայերը, վերջին շրջանում մենք հպարտությամբ փաստում ենք, որ աշխարհի տարբեր անկյուններում, տարբեր ազգության երաժիշտների, կատարողների կողմից հնչում է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը, բայց կրկին վերադառնալով օրվան շատ հաճախ հենց բացահայտում են կոմպոզիտորներին, կատարողների միջոցով ոչ միայն երաժշտության, այլ նաև այսպիսի զրույցների, պատմությունների տեսքով։ Արդյոք լինում է հնարավորություն փորձի փոխանակման, վարպետաց դասերի, երբ դուք պատմում եք, ոչ թե կատարում կոմպոզիտորների, երաժիշտ կատարողների մասին, ավելի կրտսեր սերունդի նորաթուխ ստեղծագործողների համար։ Դե իհարկե, դա մի մեծ մաս է կազմում մեր գործունեության, հանդիպումներ, շփումներ եւ իհարկե վարպետաց դասեր, կրտսեր սերնդի հետ, այն մարդկանց հետ, ովքեր նույնչափ սիրով են արձագանքում եւ ուզում են խորանալ իրենց մասնագիտության մեջ։ Միշտ դա սիրով եւ մեծ ոգևորությամբ մոտենում ենք այդ հարցին։ Можно я коротко? Да, конечно. Я преподаю в консерватории уже несколько лет, и мои студенты уже, всем привет, они знают, что урок начинается с этого. Если они играют произведение Бетховена, я обязательно спрашиваю, почему это произведение написано, когда его написал Бетховен, что он думал в этот момент. То есть это, слава богу, сейчас в интернете все есть, вся информация, ее очень легко найти. Կարեն արդեն երկար տարիներ է դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում եւ ասում է, որ իր բոլոր դասերը գրեթե սկսվում են զրույցներից, եթե օրինակ ուսանողը պետք է կատարի որևիցե Բեթհովենյան ստեղծագործություն, ուրեմն անպայման իրենք պետք է զրուցեն թե իր կենսագրության մասին, թե ինչու է այդ ստեղծագործությունը գրվել, երբ է գրվել, ինչ է կատարվել այդ ժամանակահատվածում, այնպես որ դա կազմում է մեծ մաս նաեւ դասերի ընթացքում։ Շատ լավ է։ Այն որ Արամ Խաչատրյանի երաժշտությունը սիրված է ամբողջ աշխարհով մեկ, դա անհերքելի փաստ է։ Բայց հետաքրքիր է իմանալ ձեր կարծիքը երիտասարդ լսարանի արձագանքը Խաչատրյանի երաժշտության հանդեպ։ Ինչպիսին է հիմա։
Եթե միայն երիտասարդների մասին է խոսք, ապա ասեմ, որ շատ մեծ ողջավորությամբ են իրենք ունկնդրում եւ վայելում այդ երաժշտությունը եւ ոչ միայն երաժշտությունը։ Խաչատրյանը նաեւ որպես անձ, որպես կարելի ասել սիմվոլ հայկական ընդհանրապես եւ երաժշտության եւ մշակույթի եւ ընդհանրապես հայ տեսակի շատ ավելի է հիմա տարածվում եւ մեծ գործ է իհարկե այդ ամենում անում եւ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, փառատոնը միջազգային, իհարկե Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, որը հնարավորինս տարածում է այն բոլոր հետաքրքիր փաստերը, ներկայացնում է իրերը եւ մենք աշխատում ենք անել ամեն ինչ, որ այդ լինի հասանելի լեզվով նաեւ, մատչելի լեզվով երիտասարդ սերունդի համար։ Եվ ոչ միայն երիտասարդ, նաեւ փոքրերի համար։ Մենք շատ ենք աշխատում փոքրիկների հետ, որպեսզի իրենց վաղ հասակից բերենք դեպի թանգարան եւ իրենց համար այդ միջավայրը դառնա հարազատ ողջ կյանքում։ Կարծում եմ, որ փորձերը հաջողվում են եւ մենք երկարատև բարեկամություն ենք հաստատում այն մանուկների հետ, որոնք առաջին անգամ են մտել թանգարան եւ վերջին տարիներին մեր ցուցասրահներում եւ նաեւ հուշային մասում ավելացել են նաեւ նորագույն տեխնոլոգիաների միջոցով շատ հետաքրքիր նորամուծություններ, իսկ դա շատ կարեւոր է երիտասարդներին գրավելու եւ դեպի թանգարան բերելու համար։ Իրականում այո, տեխնոլոգիաները զարգանում են եւ թանգարանները մասնավորապես շատ բարդ աշխատանք են կատարում, որպեսզի արդեն հայտնի իրերը, պատմությունները նորովի ներկայացնեն նոր սերնդին, այո, համապատասխան լեզվով եւ դա փաստում է, որ աշխատանքը տալիս է արդյունքները ոչ միայն թանգարան այցելող մարդկանց թվի ավելացմամբ, այլ նաեւ այն մարդկանց, որոնք թանգարանից հետո գալիս են նաեւ համերգասրահ։ Խոսելով հայ հանդիսատեսի մասին, շատ հաճախ կատարողները մասնավորապես փաստում են, որ ոչ միայն թիվն է ավելանում հանդիսատեսի դասական երաժշտության համերգներին, այլ նաեւ հանդիսատեսը երիտասարդանում է։ Որտեղ է գաղտնիքը, ինչի պակաս ունի երիտասարդությունը, որ ավելի շատ իր հոգևոր խնդիրների լուծումը փորձում է գտնել հենց դասական երաժշտության համերգներին։ Գիտեք, դա շատ ուրախալի փաստ է, դեպ նշեմ, որովհետև մենք տարբեր երկրներում, գրեթե աշխարհի բոլոր երկրներում հանդես ենք եկել տարբեր բեմերում եւ պետք է նշենք, որ հենց Հայաստանում, այո դուք ճիշտ եք, երիտասարդների քանակը դահլիճում գերազանցում է այլ երկրների հանդիսատեսի ուրեմն տոկոսային հարաբերությամբ, եթե նայենք, հիմնականում դրսում տարբեր բեմերում մեր հանդիսատեսը 50-60 պլյուս, եթե ոչ ավել։ Ավել։ Նույնիսկ ավել, այո։ Եվ դա շատ ուրախալի փաստ է։ Կարենը իր կարծիքը կարող է այդ հարցում հայտնել։ В Европе, в Америке есть даже такой термин white heads, белые головы. То есть публика, процентов на 80, на 90 это старшее поколение. Նույնիսկ այդպիսի տերմին է գոյություն ունի, հատկապես Եվրոպայում, երբ դու մտնում ես բեմ եւ տեսնում ես, որ դահլիճում գրեթե բոլորը ջերմակամազ են, այդպես ասենք, այո։ Поэтому очень радостно, да, что у нас действительно, правда, очень много молодежи. Причем это не то, что люди приходят на бесплатные билеты, да, это люди, которые покупают билеты. То есть, все-таки важна экономика в этом деле тоже. Շատ դժվար է գիտեք կրահել թե ինչումն է պատճառը։ Մենք միայն կարող ենք ուրախանալ եւ վկայել, որ այդ փաստը իրականում Հայաստանում տեղի է ունեցել եւ ամեն ձևով պետք է անել, որ շարունակական լինի այն։ Այսինքն սերնդեց սերունդ փոխանցվի այդ սերը դեպի դասական երաժշտություն։ Կարծում եմ երաժիշտ կատարողները իհարկե մեծ առաքելություն ունեն այս հարցում, այս գործում։ Իսկապես շնորհակալություն նաև այն երաժիշտ կատարողներին, այն ստեղծագործողներին, որոնք նաև Հայաստանի սահմաններից դուրս են տանում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, եւս մեկ անգամ հայկական երաժշտությունը հանրահռչակելու առումով։ Մենք խոսեցինք վաղը չէ մյուս օրը, փետրվարի 26-ին կայանալիք համերգի մասին, եւս մեկ անգամ հիշեցնենք ծրագրի մասին մեր հեռուստադիտողներին եւ նշենք նաեւ թե հետագայում ինչ պլաններ ունեք, գուցե ոչ տրիոյով, այլ առանձին այլ համերգներ են սպասվում։ Не уложимся. Պլանների մասին այո երկար կարելի է խոսել, իդեպ ասեմ ինչ 26-ի մասին մեկ անգամ եւս հիշեցնելուց առաջ, ասեմ, որ 3 օր առաջ, ամսի 21-ին Արամ Խաչատրյանի տուն թանգարանի սրահում մենք միասին բոլորս նշեցինք
այլ մեծանուն կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի 120-ամյա հոբելյանը եւ համերգային ծրագիրը ուղեկցվեց նաեւ ցուցադրությամբ, որը ամբողջությամբ արվել էր թանգարանի հավաքածուի նյութերի հիման վրա, որը կոչվում էր Հարատև բարեկամություն։ Այսինքն մենք պատմեցինք այդ ցուցադրության միջոցով մեր երկու մեծանուն դասականների Խաչատրյանի եւ Շոստակովիչի բարեկամության մասին եւ այդ ցուցադրությունը արդեն իսկ մենք ներկայացրել էինք մինչ այդ երեկո ներկայացրել էինք Կրասնոյարսկի ֆիլհարմոնիայի հրավերով այնտեղ եւ ունենք այլ հրավերներ, որովհետեւ ցուցադրությունը շատ հետաքրքիր է եւ նաեւ հոբելյանական տարի է Շոստակովիչի համար։ Իսկ ինչ վերաբերում է պլաններին, պլանները շատ են եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս, հուսանք որ ամեն ինչ մենք կարողանանք այս տարի իրականացնել։ Իսկ 26-ի մասին, փետրվարի 26-ի մասին մեկ անգամ եւս հիշեցնենք, որ ծրագրում հնչելու են երկու հրաշալի գլուխգործոցներ, դա Բրամսի եւ Չայկովսկու տրիոներն են, սիրո բոլորին հրավիրում ենք ֆիլհարմոնիայի փոքր դալիճ 19:00-ին։ Ինչպես բացահայտեցիք երկու եղբայրների, ավագ եւ կրտսեր եղբայրների պատմությունը։ Շնորհակալություն անչափ առավոտը մեզ հետ սկսելու համար, մաղթում ենք, որ բոլոր ծրագրերը իսկապես հասցնեն դառնալ իրականություն այս տարվա ընթացքում, դեռ մի բան էլ ավելին ու նոր հիանալի գաղափարներ թե մեզ մոտ, թե Հայաստանի սահմաններից դուրս։ Շնորհակալ ենք շատ։ Իսկ մենք շարունակենք եթերը, քանի որ շատ խոսեցինք այսօր ավագ եղբայր Բրամսի մասին, թող այդ սերն ու ջերմությունը տարածվի նաև էկրանից այն կողմ մեր հեռուստադիտողներին, էկրանային տարբերակով վայելենք մինչև փետրվարի 26-ը։